Վերջերս հետաքրքիր բան տեղի ունեցավ։ Միաժամանակ երկու միջոցառում էր։ Մի միջոցառմանը մեդալ էին ստանում նախագահականում, մեկ այլ միջոցառմամբ էլ ստացած մեդալներն էին հանձնում կառավարության դիմաց։ Մեդալները հանձնում էին այն տղաները, որ մեդալները ստացել են հայրենիքի պաշտպանության ժամանակ, իսկ Նիկոլը հանձնել է այդ հայրենիքը։ Կռված տղերքը հանձնում էին մեդալները, այդ թվում Նիկոլի ձեռքից ստացած, համարելով դա անպատիվ։ Բայց տեսա մեդալ ստացողների մեջ էլ մարդկանց, ովքեր նպաստում են, որ մեր երկրում ժողովրդավարություն, օրինականություն չլինի։ Մի դատախազ կա, որ Հայաստանի երկրորդ, երրորդ նախագահների Բագրատ Սրբազանի գործով մեղադրող դատախազ է։ Այդ շինծու հակաօրինական գործերով դատախազ Հովհաննիսյանը ստանում էր Մխիթար Գոշի մեդալ։ Այն դեպքում, երբ իր արածը հակասում է Գոշի դատաստանագրքին։ Բայց այդ դատախազը այդ գործերի շնորհիվ նշանակվել է վարչության պետ։ Մի դատախազ էլ կար Քոչարյանի գործով, այն էլ էր կրծքով պաշտպանում հակասահմանադրական գործը, Նիկոլից մեդալ էր ստանում, պաշտոնի բարձրացում էր ստանում, հիմա ուր է։ Նրա գործընկերը, որ մինչև դատախազի տեղակալի պաշտոնի հասավ, կարիերա արեց, ուր է հիմա։ Այս իշխանությունից մեդալ ստանալը մեդալի մասնագիտության վրա էլ մեծ բիծ քաշել է։ Հայրենիքին մատուցած ծառայությունների համար մեդալ ստացածները հանձնում էին մեդալները, Նիկոլին մատուցած ծառայությունների համար մեդալ էին ստանում։ Եվ կրկնում եմ, Նիկոլի ձեռքից ստանալով մեդալ անմիջապես ընկնում են հանրության աչքից։ Մեդալ տվողն էլ ախր պետք է արժանի լինի դա տալու։ Այդ մեդալ տվողները ման են գալիս հարյուրավոր ախրանիկներով, որովհետև իրենք այնպիսի բան չեն արել, որ մեդալի արժանի լինեն, մեդալ տալու արժանի լինեն նաև։ Ոնց կարող է շաբաթներ շարունակ բունկերում պահկվածը արիության մեդալ տալ։